Շարունակենք սերդողությունը, որը սկսանք, խաչված կյանք, նյութը, որը սկսանք, ասի երրորդ շաբաթնիս է, կարևոր նյութն է, հավատքի կյանքին արմատները աստեղ են գուքան եւ եթե պիտի գարենանք մենք ոյմե կերպով ապրիլ այդ կյանքը, որ Հիսուս խոստացավ, պետք է հասկանանք այս ճշմարտությունները, որովհետեւ գարնանք հաղթահարել ամեն տեսակ հարցակումներու, դժվարություններու, որ մեր վրա գուքան, եւ ինչպես առաջին մեր սերտորության մեջ խոսեցանք հին մարդուն եւ նոր մարդու մասին, այո, Քրիստոսով նոր մարդը պետք է իշխե, բայց տեսանք թե հին մարդը միշտ գլուխը գվերցնե եւ մեզի փորձե յետ տանել ուր դեմ որ եկանք փրկվել են առաջ։ Անգևերջ անցյալ չորեքշաբթի խոսեցանք մեր թիրքին եւ մեր վիճակին մասին եւ ասինք ինչ է մեր թիրքը Քրիստոսի մեջ, որ մենք Քրիստոսով խաղաղություն ունենք, Աստուծո ժառանգորդն ենք, հաղթող ենք, Աստուծո զավակներն ենք, կնքված ենք այս բոլորը ասենք, բայց վերջավորության մեջտեղ եկավ, որ այո, մեր թիրքը այս պետք է լա Քրիստոսի մեջ, բայց մեր վիճակը նույնը չլար մեր թիրքին հետ կապված, ինչ որ պետք է լա։ Եվ մեր պայքարը միշտ ան է, որ մեր վիճակը փոխվի մեր թիրքին, որ պետք է ունենանք Քրիստոսի հետ։ Եվ մեր վիճակը կփոխվի շատ անգամ մեր շուրջը բադահածներեն եւ ինչ բաներ կանցնենք, անոնք մեր վրա գաստեն եւ պետք է որ միշտ ղեկը Քրիստոսի հանցնենք, մեր կյանքին ղեկը Քրիստոսի հանցնենք, Քրիստոսով գարավարվենք, որ մեր անձերով չի գարավարվենք, մեր հին մարդը իր գլուխը չվերցնե եւ չիշխե մեր վրա։ Հոնգե ցանկացալ չորեքշաբթի եւ այսօր շարունակությունը պիտի ըլլա առաջին տեսնելու թե ինչ է խաչը, խաչյալ կյանքը, խաչված կյանք, ինչ է հավատացյալին խաչը, որովհետև Մատթեոս 6-ի մեջ 16, Մատթեոս 16:24-ի մեջ Հիսուսը ասավ, Մատթեոս 16:24 կգարտանք, գսե եթե մեկը իմ ետևես գուզե քալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ ետևես քալ։ Խաչ մգա ոստերը։ Եթե Հիսուսի մեկը պիտի հետևի, խաչ մգա, գսե խաչը թող վերցնե ու իմ ետևես կա։ Այսօր շատերը այս խաչը դարբեր կմեկնաբանեն, սխալ ընդհանրապես գաղափարը գլա որ իմ խաչս, իմ հիվանդությունս է, մյուսը գսե իմ խաչս, իմ զավակս է, որ անարագ է, մյուսը գսե իմ խաչս ամուսինս է, կամ ասպիսի բաներ, որ գլսենք շատ անգամ, բայց իրականությունը անգե շատ ավելի դարբեր է։ Եթե պիտի հասկանանք մեր հոգևոր խաչը ինչ է, պետք է նայենք ֆիզիկական խաչին եւ խաչին դարած կորձը, որ գործածվեր Հռոմայական կայսրության ժամանակ, այն ադեն շատ ավելի հստակ պիտի լա թե ինչ կնշանակե քրիստոնյային խաչը, ինչ է քրիստոնյային խաչը եւ ինչ է անոր նշանակությունը հավատացյալին համար։ Հռոմայացիները այս խաչի գաղափարը մեջտեղ բերին եւ այս խաչը միան գործածվեր հռոմայացիներուն թշնամիներուն համար եւ հռոմայացիմը չեր խաչվեր եւ ինչ էր նպատակը այս խաչին նպատակը ամծցնել էր մեգումը որ գուզեին նախադել վերջին ձայր այսինքն անարգել այս խաչի մահը կթաթաբարդեին այս խաչով կմերցնեին երբ որ մեկը պիտի խաչվեր իրեն գմերգացնեին բոլորովին եւ խաչի վրա գախեին որ ամեն մարդ տեսնե իրեն այսինքն ոչ մեկ
ինչ բարը Wow, բոլորը միտքես բախավ։ Ինչ որ, այսինքն տուն փամը ճունիս բահված։ Ամեն փամ մեջտե, ամեն մարդու արչև ամոթալի վիճակը եւ կուզեք Սամոս 22:6-13 գարտակ ասիգա գստագանահոն Սամոսի մեջ կբացատրվի անշուշտ այս Սամոսները մարգարեական Սամոսներ են, որ Հիսուսի խաչելության մասին Հիսուսի չարչարանքներու մասին գխոսին եւ երկրորդ նպատակը անշուշտ առաջինը ամոթի մատնել մեգումը եւ երկրորդը մերցնել էր մեգումը մերցնել եւ այս մահը դժբախտաբար այն է որ ամենակեշ մահն էր որովհետեւ մեկը գամած կմերնի մեկ անգամ չի մերնի խաչվող անցմը եւ երկար դեպող մահ մնե ասիգա որ ժամանակ կառնե մեգումը մերնիլ եւ այսօր մասինալ կգարտանք Սամոս 22:14-ին 17-ը ուրեմն երկու նպատակները խաչին ինչ են ամոթը մեջտեղ բերել եւ մերցնել եւ հիմա այս երկու նյութերը դարձնենք հոգեվոր նշանակության եւ պիտի հասկանանք թե ինչ կնշանակե խաչը եւ հավատացյալ խաչը ինչ է շատ ավելի հստակ պիտի ըլլա երբ որ գսե խաչը ելե Քրիստոսի համար խաչ ելա գսե խաչ արեք յետևես եկեք անշուշտ Քրիստոս չխոսիր որ դախտակե խաչը մեր վրա շալգենք ամեն դեպքում ինչպես շատեր գասկնան ամբես ես գիշեմ առաջին անգամ որ Հայաստան կացի 93-ին գիմը դեսա որ խոշոր պայդե խաչմը ուսին արած եկեղեցի եկերեր եւ ադով գբդդերուր որ գերտար ինչ նշանակ ինչ իրեն պիտի օգներադի չեմ գիտեր բայց սխալ հասկացողություն շատ ուրիշներ ալ դեսած են այդպես դերևս լսած են երբեք կապ չունի անոր հետ ոչ ալ խաչին վրա ելել խաչվիլը որովհետև ասված բիդի ճուզեր որ մեգենիս խաչին վրա խաչվեին ինչպես Հիսուս խաչվեցավ բայց նշանակությունը խաչին մեզի երկու բան գնե առաջին մեր ամոթը գծուցնե եւ ասոր մասին կգարտանք Եբրայեցիսի մեջ առաջին դեղը որ ինչպես Քրիստոսի ամոթին գսե մենք մասնագից կդառնանք երբ որ Քրիստոսի հետ մենք մեզի կնույնացնենք այսինքն Քրիստոսի հետ խաչ ելանք գսենք ինչ որ Քրիստոսի բադայցավ մեզի մեր վրա գառնենք եւ 10-րդ համարը գսե ուրեմն եկեք իրեն ելնենք փանագեն դուրս մեր վրա առնելով անոր նախադինքը Փանագեն դուրսը այն է որ եթե մեկը պիտի մերծվեր պետք է դուրս ելներ փանագեն դուրս գնային այդ բոլոր բաները եւ նախադինքը անոր նախադինքը մեր վրա առնենք գսե reproach անգլերենով գսե reproach անոր նախադինքը մեր վրա գարնենք ինչ որ Հիսուսի բադայցավ խաչին վրա իրեն մերգացուցին եւ խաչեցին այդ ամոթը որ Հիսուս մեր դեղը արավ երբ որ Հիսուսի հետ կնույնանանք մենք ալ նույն այդ ամոթը կսկանք եւ Քաղադացիս 5:11-ի մեջ Քաղադացիս 5:11 Սակայն եղբայրներ եթե ես դակավին թլփադություն կարոզեմ ալ ինչու գալածվիմ ուրեմն խաչին քայթաղությունը խափանված է խոսի հալածվելու մասին եւ եթե մենք Քրիստոսի հետևորդներն ենք եթե խաչերնից արած ենք Հիսուսի հետևեն գերտանք այս կնշանակե թե մեզի ալ հալածանք կա մեզի ալ ամոթի ցկել գա եւ այս է որ խաչը կներկայացնե ինչպես Հիսուս մեջեն անցավ ֆիզիկապես մենք անոր մեջեն գանցնենք Հիսուսի հետ նույնանալով Հիսուսի հետևելով հետո մահվան մասին երկրորդ նշանակությունը խաչին մահ է ասինք որ մահ կներկայացնե
մեկը խաչվեր, որբեսի մերներ, եւ ինչ բաներու Քրիստոսի հետևողը ինչ բաներով գմերնի, առաջին Մարգոս 8:34 Մարգոս 8:34 se ով որ գուզեմ յետևես կաթողիր անցը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ յետևես կա ինչ բանն է որ առաջին պետք է մերնի մեր անցը եսը մեր եսը պետք է մերնի եւ մեր եսը հին մարդուն ամենազորավոր զենքն է եւ մինչեւ որ եսը չի մերնի մենք չենք կնար Քրիստոսի յետևեն երթալ Քրիստոսի հետևորդ լալ մեր եսը առաջին երկրորդ ինչ բաներ են ուրիշ պետք է ազատվենք մեր մեջը պետք է մերնի Մարգոս 10:21-ին 22 Հիսուս անոր նայելով սիրեց զանիգա ու սավանոր մեկ բան բագասե քեզի քնա ունեցածը ծախե դուր աղքատներուն ու երկինքը քանց պիտի ունենաս եւ խաչը վերցուր ու եկուր յետևես անիգա այս խոսքին համար խոժորելով տրտմած քնած վասնզի շատ ստացված կուներ ինչ բանի հոսքս է պետք է մերնինք մեր հարստության այս երդասարտին պատմությունը գիտենք հարուստ երդասարտը եկավ Հիսուսով ինչ պետք է անեմ ես կուզեմ քեզ յետևել ինչ պետք է անեմ Հիսուս շատ լավ գիտեր այս երդասարտին դժվարությունը որովհետև սա ամեն օրենքները կբայեմ սա բայց բայմը գար իր սրդի մեջ որ Հիսուս մադև ադոր վրա որ դրավ այս երդասարտը յետ քնած շուզեց Հիսուսի յետևել անալ իր հարստություններ շատ գաբված էր իր հարստության եւ չգրծավ զադվիլ իր հարստութենեն եւ ադոր համար չգրծավ երկինքի թակավորությունը մտնել երրորդ Մատթեոս 10:37-ին 38 ինչ բանի պետք է մերնիլ, ասիգա շատերուն համար շատ դժվար է եւ չեն գնար հասկանալ եւ ընդունել գսե ամ որ իր հայրը կամ մայրը ինձ մե ավելի գսիրե ինձի արժանի չէ եւ ամ որ դղան կամ աղջիկ ինձ մե ավելի գսիրե ինձի արժանի չէ ամ որ իր խաչը չարներ ու իմ յետևես կար ինձի արժանի չէ ուշադրություն ըրիք քիչ առաջ հարստության մասին Երբ որ խոսեցավ Հիսուս, յետևեն խաչի մասին խոսեցավ, խաչը արնե ու յետևես կա։ Հոս նորեն գսե ամբոր իր մայրը, զավակները ինձ մե ավելի գսիրե, ինձ արժանի չէ գսե եւ յետևեն նորեն գսե խաչը արնե ու յետևես կա։ Այսինքն խաչին հետ կապված հոս կտեսնենք մահը, մերցնել այն բաները, որ Աստուծո առաջ կանցնին։ Եվ ինչ որ ասենք մինչև մա, բոլորնալ մեր աստվածները գնանք դառնալ եւ որ փամը Աստուծո դերը գարնե, ադիգա մեղք է եւ Աստուծո արժանի Աստուծո արչեւ չգնար գենալ, որովհետեւ Աստված սուրբ է եւ չեն կնար Աստուծո արժանալ։ Առաջինը ասենք մեր անձը, եթե մեր Աստվածը դարձնենք մեր եսը, չենք կնար Աստուծո ճամփու մեջ գալել Հիսուսի հետևիլ եւ մեր հարստությունը հիմա հոսքս է ընտանիքնալ այո պիտի սիրենք այո մեր բարդականությունն է մեր ընտանիքին լավ հոգ տանել բայց եթե մեր ընտանիքին անդամներեն մեկը Աստուծո դերը գարնե անոր ավելի դեր գուտան քան թե Աստուծո մեր ցանկերներս լադոր ավելի սիրելով կամ թե լադոր գամքը գադարելով ինչ որ է այն բանը որ Աստուծո դերը գարնե անիգա մեղք է եւ պետք է մերնի գսե անգևերջը գգարտանք 4-րդ բանը որ պետք է մերնի որ խաչին հետ կապված է Քաղադացիս 6:14 Գսե բայց ես քավլիցի որ բարձենամ հաբա միան մեր Տեր Հիսուս Քրիստոսին խաչովը որով աշխարհ ինձի խաչը ելած է
ես ալ աշխարհին։ Նորեն կտեսնենք խաչը գշեշտվի այստեղը, ասինքն խաչը մահ կնշանակե, ուրեմն աշխարհ ինձ համար մերած է գսե։ Աշխարհ ինձ համար մերած է, եթե աշխարհ մերած է ինձի, ես աշխարհի ծևերուն, գերբարանքներուն յետևեն չեմ երթար։ Անոնց մե ցերպազատված եմ։ Եվ 5-րդը Ուգաս 14:33-ի մեջ ասիգա կարծեմ թե գամփոխչացնե մեր բոլոր սածները եւ վրան գնիքը գտնե 14:33 գսե ահա այսպես ալ ծեր մեջ են ամեն մեկը եթե իր բոլոր ստացվածքեն ետ չգենա չի գրնար իմ աշակերտս ըլլալ բոլոր գսե բոլոր ունեցածներս հարստություն ինչ որ ունենք եթե անիգա մեզի գկրավե անիգա մեր վրա գիշխե մենք սելեթե չենք կրնար Քրիստոսի աշակերտը լալ հիմա կարծեմ թե ավելի հասկացանք ինչու գսե Հիսուս խաչը դարիմ յետևես եկուր եթե խաչը գա մերնիլ մգա մերնիլ այս բոլորին եւ ամոթ մգա չարչարվիլ մգա որ խաչին հետ կապված է եթե Քրիստոսի աշակերտն ես քեզի պիտի նախանդեն քեզի պիտի հալածեն եւ ասոնք բոլորը խաչին մեկ մասն են հիմա այս բոլորը որ ասինք աշակերտ լալու քինն են okay ոչ թե փրկության եթե փրկության քինը լայն ամեն մարդ ասիգա որներ պիտի փրկվեր բայց հարցանը որ մեկը չի գնար այս բոլորը անել եթե մեկը գարենար օրենքը գդարողները 5 դագարանի մեջ Հիսուս պիտի ասեր որ օրենքը գդարեցեք կվերջանա սա օրենքը չեք գնար Ռոմայացի մեջ շատ կգարտանք օրենքով մեկը չի գնար արդարանալ որովհետև օրենքը անկարելի է որ ամբողջությամբ գդարել բայց շնորհքի շրջանի մեջ մենք Սուրբ Հոգին օգնությամբ գրնանք այս բաները անել եւ անշուշտ եթե Քրիստոսի ներողամտությունը չլա մեր վրա մենք անկարելի է որ Աստծո առջև գանենք որովհետեւ աշակերտները երբ որ Հիսուս կբացատրեր այս բաները իրենց ասին այնադեն ով գնա երկինք երթալսին անկարելի բան է եւ Հիսուսը մարդոց համար անկարելի է Աստծո համար կարելի է որ Աստված այդ բանը խորած էր եւ միջոցը կդված էր մարդ արարածին որ Հիսուս պիտի լար այդ հաշտեցնող անձը եւ այդ բանը կարելի դարձնող որ մարդիկ կարնան Աստծո թագավորությունը մտնել այս կնշանակե խաչ առնել եւ Քրիստոսի յետևեն երթալ ամեն մեկ քրիստոնյա իր ընդրությունը պետք է ունե Մարգոս 8:35 համարը մեզի երկու ընդրություն կուտա Մատթեոս 8:35 34 նագարտանք ով որ գուզե իմ յետևես գալ թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ յետևես գա անգևերջ 35 նագշանագեք սե բասնզի ով որ գուզե իր անձը ապրեցնել պիտի գործընծնե զանիգա եւ որ ինձի ու ավետարանին համար իր անձը գործընծնե պիտի ապրեցնե զանիգա որ մեկն է գուզենք կրնանք մեր կյանքերը ազատել ապրեցնել բայց կրնանք գործվել կրնանք գործընծնել մեր կյանքերը Քրիստոսի մեջ այսինքն մեր հին մարդը գործընծնել եւ ալ ավելի կյանքը գտնել Քրիստոսի մեջ ուրեմն մեզի գնա թե ինչ պիսի կյանքը պիտի ապրենք որն է մեր զադածը ադիգա պիտի որոշե թե ինչ կյանք պիտի ունենանք չմոռնանք որ այս սերդոություններուն սկիզբեն միշտ ամեն անգամ նույն համարը որ գգրտնվի այն է ես եկա որ կյանք ունենակ եւ ալ ավելի կյանք ունենակ Քրիստոս կուզե մեզի այդ ալ ավելի կյանքը բայելել դալ եւ ադիգա անելու համար պետք է մեր կյանքը գործընծնենք մեր եսը մեր հին մարդը մեր մեջ են պետք է գործվի հիմա պիտի անցնենք հավատացյալին խաչելության որ քիչ մը part
նյութ մնե, բայց պիտի փորձեմ կարելի սնել, որ ամենաբարձ ձևով բացատրել։ Հիմա Սուրբ Գիրքը գսե, որ մենք մեռած ենք։ Մենք մեռած ենք եւ խաչված ենք Քրիստոսի հետ եւ անոր համար Հիսուս կբադվիրե գսե խաչերնի դարեք եւ իմ յետևես եկեք։ Հիմա ինչպես կրնանք այս մեկը ընել մեռնիլ մգա խաչվիլ մգա եւ աս խաչվիլը ինչպես կբադահի Ես կրնանք խաչվիլը մեր կյանքերու մեջ իրականություն դարձնել Այսօր մասին է որ քիչ մը պիտի խոսիմ Փունը Քրիստոսն էր որ խաչվեցավ բայց հիմա ես գուզեմ Քրիստոսի հետ խաչ ելել ինչ կրնամ անել ինչպես պիտի այդ մեկը իրականանա իմ կյանքիս մեջը Ադի ունելու համար պետք է անդրադառնանք նախ հասկանանք թե մեր թիրքը ինչ է Քրիստոսի մեջ որ բացադրեցի ինչս էլ է խաչվածը լալ Եթե չենք հասկնար այս մեկը դժվար պիտի լա խաչված կյանքը ապրիլ Աստուծո բադվերը որոս կուդա մեզի խաչ առնել Հիսուսի հետևեն երթալ ադիգա շատ դժվար պիտի լա եւ պիտի չգրնանք երբեք վայելել այն կյանքը որ Հիսուս կուզե որ մենք շահենք Ուրեմն առաջին Եթե պիտի լավ հասկանանք այս մեկը, պետք է երթանք Հռոմայացիս 6-րդ գլուխը, ուր այսօր բացատրությունը գա, եւ կարեւոր մի քանի պատկերներ հոս մեզի կներկայացվին, որ եթե հասկանանք, շատ ավելի գթյուրնա ապրիլը 6:3-ի մեջը Հռոմայացիս 6:3 գսե Չեք գիտեր թե մենք որ Հիսուս Քրիստոսով մգրդվեցանք, անոր մահվանը մգրդվեցանք։ Մահոս է շվարելիք մասը, չեք գիտեր գսե, չեք գիտեր Պողոս Արաքյալը։ Պատասխանը շատերուն համար լավ ոչ է, չենք գիտեր։ Եվ ադոր համար է որ մարդիկ չեն գնար այս կյանքը վայելել, ալ ավելի կյանքը, որ Քրիստոս խոստացավ։ Բացատրությունը, եթե գուզենք հասկանալ, պիտի շարունակության մեջ տեսնենք, 4-րդ եւ 5-րդ համարին մեջ կտեսնենք, կսե անոր հետ թաղվեցանք մգրդությունով մահվան համար, որբեսի ինչպես Քրիստոս հորը փառքով հարություն արավ մերելներեն, այնպես ալ մենք կյանքի նորոգության մեջ բդդինք։ Վասնզի եթե մենք դնգալից եղանք անոր մահվանը նմանությունով Նաև անոր հարությանը նմանությունովնալ գծորդ հարության նմանությունով ալ գծորդ պիտի ըլլանք։ Ինչ կփորձե բացադրել այստեղը։ Հոստեղը մգրդության մասին խոսեցավ։ Ուրեմն մգրդությունը պատկերն է Քրիստոսի մեռնելուն եւ հարություն առնելուն։ Եվ երբ որ մեկը կմգրդվի, այդ կնշանակե երբ որ ճուրի մեջ կմտնե Այդ կնշանակե, որ Քրիստոսի հետ թաղվեցավ, ինչպես 4-րդ համարը գսե, եւ անգևերջը Քրիստոսի բես բարը գործածե, Քրիստոսի նման հաղորդագիծը լալ, այդ բոլոր բարերը որ գործածե, ասել է թե երբ որ մեկը կմգրդվի, այդ վիճակեն գանցնի, ինչ որ Քրիստոս անցավ, եւ այս մգրդությունը ծևոմը նշանն է մեր խաչված կյանք ապրելուն Քրիստոս մեռավ մենք մեզի գմեռնինք մենք մեզի համար գմեռնինք այլևս մենք չենք որ գաբրինք երբ որ հարություն գարնենք մենք չէ որ մենք մեզի գրնանք հարություն առնել դալ մեզի ուրիշ փամը ուժմը պետք է հարություն դա ինչ որ Քրիստոսի հարություն դա եւ քիչ վերջ ավելի պիտի բացատրեմ Եվ ասել է թե այլևս նույն մարդը չէ որ ճուրեն դուրս գելը հարություն արած մարդը նույն մարդը չէ դարբեր անցմն է որ դուրս ելավ Քրիստոս երբ որ հարություն արավ
ատկեվերջը կտեսնենք, որ փարավորված մարմինը իշխեց, փարավորված մարմինը արավ։ Recording in progress. Առաջին Կորինթացիս 10:2 կսեև ամենքնալ Մովսեսով մգրդվեցան ամբին ու ծովում մեջ։ Հոս նորեն պատկերմը կկործածվի մեզի համար, որ գծուցնե թե 5 դագարանի մեջ այս բանը որ բադայեցավ, Իսրայելի ժողովուրդը Գարմիր ծովեն անցավ, այդ նշանակությունը նույնն է մգրդության հետ, եւ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսը ցկեց, մեղքի աշխարհը, Եգիպտոսը աշխարհը կներկայացնե, Եգիպտոսեն դուրս եկավ Քանանու երկիրը երթալու, Քանանու երկիրը նոր կյանքը գծցնե։ Ուրեմն երբ որ մգրդության մասին խոսենք, մգրդությունը գիշենք եւ կմասնակցենք մգրդության արարությանը, մեկ բան մեզի հիշել գուտա, անշուշտ մգրդվողը նախ պետք է հասկանա ինչու կմգրդվի եւ որ ինքը այլևս Քրիստոսի հետ կնույնանա, անոր մեռնելով, ճուրինդակ թավելով եւ դուրս ելնելով հարություն առնելով, որ այլևս ինքը նոր կյանք ունի եւ ադիգա իրեն համար վկայություն մնե, որ ինքը այլևս դրված է Քրիստոսի հետևելու։ Բոլորին արչև վկայություն գուտա, ասելով որ ես այլևս Քրիստոսի հետևորդ եմ։ Այլևս իմ allegiance, այսինքն ես որու որ դրված եմ անիգա Քրիստոս է, ոչ մարմինս, ոչ աշխարհը, ոչ ասադանան, ես անոնց հետ կորդ չունիմ այլևս։ Եթե ավելի պիտի հստակացնենք աս մգդության հարցը եւ մեռնելուն, թաղվելուն եւ հարություն առնելուն հարցը, որ Ռոմայացի մեջ սկսանք հասկանալ հիմա, պիտի ցեզի վարգամ գուզեմ խորիկ փանագի դարազին մասին, զինվորներ որ դարազ գակվին։ Երբ որ մեկը կտեսնենք, որ փանագի դարազ հակած է, այդ մեզի ամիջապես կանտրադարձնե, որ այդ անձը փանագին կպատկանի, իր երկրին փանագին կպատկանի, իր թևին վրա իր երկրին թրոշա կգա, եւ իր երկրին անունը կա, կնշանակե, որ ինքը այդ երկրին դրված է, այդ երկրին կծառայե։ Եվ պետք է հոսել, որ դարազը չէ որ մեգումը զինվոր գնե, ինչպես մգրդությունը մեգումը քրիստոնյա չներ, նույն բանն է, բայց զինվորը առանց իր դարազին նորեն զինվոր է, ինչպես չմգրդված մեկը հավատացյալ է, բայց դարազը որ գհակվի, դարազով որ կներկայանա, ամեն մարդու հայտնի գնե, թե ինքը որուն կպատկանի, ինչ նպատակի կծառայե։ Եվ մեր մգրդված լալը եւ մեր մգրդության նշանակությունը այդ է, բոլորին արչև մենք վկայենք, որ մենք այլևս մեռած ենք մեռածին եւ մեր մեջ ապրողը Քրիստոս ինքն է։ Մենք ճուրեն ելանք հարության զորությունով եւ Քրիստոս է որ մեր մեջ կաբրի։ Շարունակենք Ռոմայացիսը, որբեսի ավելի ստականա այս հարցը մեզ համար, Ռոմայացիս 6:6 կսե այս գիտնանք թե մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղավոր մարմինը փճանա, որբեսի ասկե հետո մեղքի չծառայեք։ Հիմա կշարունակե Բոսարակյալը բացատրելով թե ինչ կբադահի մեռնելեն յետք։ Մեռնելեն յետք ինչ կբադահի։ Շատ քերեցիկ է, բացատրությունը գազեն բավական հստակ է։ Մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ,
որ մեղավոր մարմինը փճանա, որբեսի ասկե հետո մեղքի չծարայենք։ Ինչն է որ մեզի մեղքի գծարայեցնե, մեր մեղավոր մարդը, հին մարդը, որ մեր մեջն է։ Եթե մեռած է այդ մարդը, խաչված է Քրիստոսի հետ, այլևս մեռած է, մեր վրա չի գնար իշխել։ Նայեցեք ինչ կսե ժողովողի մեջ։ Ժողովողի 9:5 կսե բայց մերելները փանմը չեն գիտեր։ Մերելները փամը չեն գիտեր։ Մերելը չի գնար խորիլ, մերելը չի գնար որոշում անել, մերելը չի գնար խոսիլ, մերելը փամը չի գիտեր, մերելը մերած է, չեմ գիտեր, ինչպես ուրիշ կբացա։ Մերելը մեկ որ մենի վերջացած է, փամը ամեն իր կարողությունները գվերջանան հոնդեղը մերելին հետ, մերնելուն հետ։ Եվ ճիշտ այդ է որ հոս մեզի գբացադրե, մեկը որ խաչ գելե իր անձը իր ամբողջությունով պետք է մեռնի, այլևս ինքը չի գնար փամանել, ոչ մեկ կարողություն ունի։ Ռոմայացիս 6:7-ը գշարնագե բասնզի անոր մեղքի մեռած է, մեղքի արդարացած է, բասնզի անոր մեղքի մեռած է, մեղքի արդարացած է։ Հին մարդը որ իրեն մեղքի գտաներ, այլևս հոն չէ։ Եվ ադոր համար է որ մեղք չի գնար կործել, եթե չի հին մարդուն դեղի չի դար, մեղք չի գնար կործել, եւ մեղքը իր վրա աստեցություն ունի, գսե բասնզի ան որ մեղքի մեռած է, մեղքը արդարացած է։ Մենք այլևս մեղքի աստեցության դակ չենք, մեղքեն արդարացած ենք, որովհետև Քրիստոսի հետ խաչ ելանք, Քրիստոսի արյունը որ թափվեցավ մեր մեղքին քինը վճարեց, մեզի գարթարացնե Աստուծո արչև։ Քաղաքացիս 5:24 գսե անոնք որ Քրիստոսիներն են, իրենց մարմինը խաչը գհանեն, փնական գրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Կտեսնենք ոս շատ հստակ կնե այս քաղաքացիս համար գսե այլևս մեր գիրքերը մեր ցանկությունները չեն որ մեզ գկառավարեն գիշխեն եւ քանի որ մեր գիրքերը եւ ցանկությունները Քրիստոսի հետ խաչ ելած են, խաչին վրա հանած ենք, մեռած է հոնդեղը, այլևս մեր վրա չեն գնար իշխել, մեզի չեն գնար կառավարել։ Եվ ճիշտ այս պետք է ըլլա։ Գարթարանանք մենք, եթե մեր անձերը խաչված կմնան։ Ամեն անգամ որ մեր անձերը խաչեն վարգիչ կփորձեն իջնել, մեղքի մեջ գինանք, որովհետև մեղքի ինչպես կարդացինք Ռոմայացիս 6:6-ի մեջը մեղքի ծառայել։ Հին մարդն է որ մեզի մեղքի գարաչնորդ է։ Եվ 9-րդ համարի մեջ Ռոմայացիս 6-ի մեջը գխոսի հարության մասին, հարության զորության մասին, սե քանզի գիտենք թե Քրիստոս մեռնելով հարություն արած լալով նորեն չի մեռնիր, ալմահը անոր վրա իշխանություն չունի։ Քրիստոս որ մեռավ, հարություն արավ, այլևս մեկադալ չի մեռնիր։ Հավիտենական կյանքի մասին է որ գխոսենք։ Երբ որ անցը գմեռնի, այլևս հին մարդը որ իրեն մահվան առաջնորդեր, այլևս մեռած է, երբ որ գգենթանանա հարություն գարնե Քրիստոսով, պատկերապար։ Եվ վերջը ժամանակին եթե Հիսուս չկա եւ մահանալու լանք ֆիզիկապես հարություն պիտի առնենք եւ Քրիստոսի փառավոր մարմինին պես պիտի լա մեր մարմինները, բայց անգեզատ հոս գխոսի հոգևոր պատկերը, որ մեկը որ մեռած է, հարություն որ գարնե, հարության զորությունը իր մեջը ունի։ Եվ ով Հիսուսի հարություն առնել դվա, ով է կյանքը, երրորդության մեջ կյանքը փերողը ով է,
Սուրբ Հոգին։ Երբ որ Մարիամ հղացավ, որմե հղացավ, Սուրբ Հոգին հղացած գտնվեցավ գսե։ Եվ երբ որ Հիսուս մեռավ, Աստուծո Հոգին էր, որ իրեն իդ գենթանացուց։ Եվ Աստուծո Հոգին նույնը մեր մեջը գուքա, երբ որ մեկը վերստին ծնունդ կունենա, եւ մենք այլևս Սուրբ Հոգին զորությունը, հարության զորությունը մեր մեջ ունենք, եւ հարության զորությունն է, որ մեզի հաղթություն կուտա։ Մեղքին եւ անոր հետևանքին, որ մահն է։ Ուրեմն խաչված պետք է մնա հին մարդը, չի գրնար գենթանանալ նորեն, որովհետև մենք Քրիստոսի հետ գմերնենք եւ հարություն գարնենք։ Հարություն արած մարդը նոր կյանքն է, նոր մարդն է։ Հարության զորությունով կենթանացած մարդն է եւ արիչե բեչե դա հին մարդուն, որ իդ կենթանանա, որովհետև ամեն անգամ որ հին մարդը մեր մեջ են գլուխը գվերցնե, մեր կյանքի մեջ մեղքերը կսկսին դեղ կրավել։ Եփեսացիս 2:4-5 Սե բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր արած սիրովը, որով մեզ սիրեց, երբ հանցանքներու մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսին հետ գենթանացուց։ Դուք շնորհքով փրկված եք։ Աստված մեզի գենթանացուց, մեզ սիրելուն համար գսե Քրիստոսով մեզի գենթանացուց։ Կողոսացիս 3:3 շարունակությունը գսե Վասնզի դուք մերակ ու ծեր կյանքը բահված է Աստուծոքով Քրիստոսին հետ։ Այն կյանքը, որ մենք գաբրինք, եթե մերանք գսե, մեր մեղքի բնությունը խաչ ելավ, այլևս մեր կյանքը Քրիստոսի մեջ է գսե, բահված է Քրիստոսի մեջ։ Այսինքն Քրիստոս մեր մեջ գաբրի, մենք Քրիստոսի մեջ մեկ ենք, Քրիստոսի հետ մեկ կլանք, ուրիշ համար մնալ այդ մեկը բացադրե։ Ուրեմն մեր կյանքը Քրիստոսավայել, Քրիստոսանման կյանք մգտարնա, բայց պետք է հին մարդը մեռնի։ Ուրիշ ջար չի գա։ Ուրիշ ջար չի գա այդ ալ ավելի կյանքը ապրելու։ Երկրորդ Կորինթացիս 13:4 Կսե որ թեբետ խաչվեցավ դգարությունով, բայց գենթանի է Աստուծո զորությունով, քանզի մենք ալ թեբետ կդգարանանք անով, բայց գենթանի պիտի լանք անոր հետ Աստուծո զորությունովը ծեր մեջ։ Որն է Աստուծո զորությունը մեր մեջ, եթե ոչ Սուրբ Հոգին, Աստուծո Հոգին, որ մեր մեջը կբնակի, երբ մենք եւ այդ Սուրբ Հոգին մենք կստացանք, երբ մենք խոստովանեցանք մեր մեղքերը եւ ընդունեցինք Հիսուս Քրիստոս որպես մեր Տեր եւ Փրկիչը եւ ասենք ասկե վերջ կուզենք որ թունը լաս մեր կյանքին Տերը, այսինքն մեր կյանքին վրա իշխողը։ Մենք կուզենք քո մեջ մնալ, մենք կուզենք մեր հին մարդը խաչված մնա, որբեսի թուն ապրիս մեր մեջը քու հարության զորությունով։ Այս է քաղտնիկը ալ ավելի կյանք ապրելու, այն կյանքը, որ Աստված մեզի պահած է իր մեջը, որ ամենակեղեցիկ բանն է, որուն համար նաև մեզի ստեղծեց։ Եփեսացիս 1:19-20 Եվ ինչ է իր զորության քերազանց մեծությունը հավատացյալներուս մեջ իր garող զորությանը կործածությունովը, որ Քրիստոսին վրա իգործ դրավ, երբ զանիգա մերելներեն հարուցանեց ու նստեցուց իր աջ կողմը երկինքի մեջ։ Հարության զորությունը մեզի գնե թակավորներու, թակավորին զավակը, Քրիստոսի հետ հարուցանեց եւ նստեցուց իր աջ կողմը եւ Հիսուս կսե ինձի հետ իմ քահիս վրա բիլի նստիկ եթե հավատարիմ մնաք մինչև վերջ եթե ինձի հետ քալեք եթե խաչերնիդ առնեք ու իմ ետևես գաք օրը ցեզի բիլի նստեցնեմ իմ քահիս վրա եւ
մենք պետք է հասկանանք այս ճշմարտությունը, որ մենք եթե Քրիստոսի հետ մեռած ենք, եթե խաչը արած ենք եւ Քրիստոսի հետևին գերտանք, մեզի կսպասե քահմը, մեզի կսպասե փառքը եւ Աստված անշուշտ ադիգա աբակային խոստացած է, բայց այս երկրի վրա արդեն մենք կրնանք այդ փառքը վայելել, երբ կհնազանդենք Քրիստոսի եւ կկարդոնենք, որ Քրիստոս ապրի մեր մեջը, Քրիստոս իշխե մեր յանքերում մեջը։ Մեր հին մարդը Քրիստոսի հետ խաչվեցավ խաչի վրա եւ Քրիստոսով մենք այլևս նոր կյանք ունենք եւ այս է քաղտնիքը, որ մենք կրնանք այդ ավելի կյանքը ապրիլ։ Տերը գամի կալ չորեքշաբթի պիտի շարունակեմ եւ տեսնենք ինչպես կորձնականաբես կրնանք այս ճշմարտությունը ապրիլ, որ շատ կարեւոր է։ Միշտ երբ որ ցեզի բամը գսեմ ռեք կամ մինեք պետք է ենք կամ պետք չենք ինչ որ դերը մեզի կբադվիրե գուզեմ նաև կորձնական քայլեր դալ որբեսի գարնանք կորձնականի անցնել եւ դերը գամի կալչորեք շապտի բիդի ունենանք այդ մեկը անգևերջ ծնունդ եւ նոր դարի գուքա թաթար բիդարնենք վերջը դերը գամի նորեն գշարնանենք ուսամ կալչորեք շապտի գվերջացնենք այս մեկը բայց ուրախ լուրայն է որ թակավորներու զավակ ենք թակավորի զավակ ենք եւ մենք պիտի թակավորենք Քրիստոսի հետ եւ Քրիստոս մեզ կպատրաստե այդ թակավորության համար հանցնվին գիրեն նվիրվին գիրեն եւ հետևին գիրեն մեր ամբողջ էությամբ եւ դերը մեզ պիտի բարձադրե արադաբես Տեր օրհնե բոլորիդ